Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի հայրենակիցներ, ինչպես տեսնում եք, հերթական քաղաքական ռեպրեսիան է, ինչպես և սպասում էինք։ Հիմա արդեն մեր ապազգային ուժերը, որոնք տիրել են մեր հայրենիքին, իրենց ենթակա ուժային կառույցներին հրահանգել են հարձակվել Գյումրու քաղաքապետարանի վրա։ Ներսում հավանաբար ընթանում է Վարդան Ղուկասյանին ձերբակալելու գործընթացը և երևի նաև խոզարկություն են անում։ Այսպես։ Սա անհարգանք է մեր քվեի և մեր սահմանադրական կարգի իսկական տապալում։ Սահմանադրական կարգը ուրիշ ձև չի տապալվում, այս է։ Մենք ձայնը տվել ենք, մարդուն ընտրել ենք, իրենք որոշել են, որ չէ, իրենց սրտով չէ, պիտի ձերբակալեն։ Սա իսկական սահմանադրական կարգի տապալում է։ Այսինքն մենք եթե ինչ-որ մեկին ընտրենք մեզ քաղաքապետ, ում որ իշխանության սրտով չլինի, ուրեմն պիտի իրենք պարզապես բռնեն, մարդուն փակեն, այնքան մինչև իրենց սրտով ինչ-որ մեկն ընտրվի։ Հիմա չգիտեմ ինչ է կատարվում, երևի մյուս կողմից ուզում են քաղաքապետին դուրս հանել կամ ուշադրություն են շեղում, որպեսզի ստեղից հանեն։ Աստված գիտե ինչ են անում սրանք։ Սիրելի համաքաղաքացիներ, ձեզ հորդորում եմ ձեր ձայնին, ձեր քվեին տեր կանգնել, գալ այստեղ և վերջապես պաշտպանել մեր երկրի սահմանադրական կարգը։ Մենք ընտրել ենք մեր քաղաքապետին և մենք ցանկություն չունենք, որպեսզի իշխանությունը միջամտի մեր քաղաքի գործերին։ Խնդրում եմ բոլորը, որ մտահոգ է այս իրավիճակով, թողեք ամեն բան և եկեք այստեղ։ Հակառակ դեպքում ամեն բան կորցնելու եք, ոչ մի բան արդեն վերջնական քաղաքն են իրենցով անելու և այս իշխանությունը վերարտադրվելու է, որից հետո ունենալու ենք նորանոր կորուստներ։ Ինչպես Արցախը կորցրինք, այս անգամ Սյունիքն ենք կորցնելու, շատ հավանական է, որ նաև Շիրակը տան թուրքերին։ Եթե այսօր դուք ձեր քվեին, ձեր երկրի սահմանադրական կարգին մեծուկ չլինեք և չպաշտպանեք։ Որպես խաղաղ անհնազանդության ակցիա, ինչպես ժամանակին ասում էր մի հայտնի ընդդիմադիր գործիչ, որը գրավեց վարչապետի աթոռը, կարող եք փողոցները փակել, կարող եք մեքենաներով գալ և փակել բոլոր փողոցները, մանավանդ Գյումրու հրապարակից դուրս եկող և շրջակա բոլոր փողոցները։ Փակեք ամեն բան, ինչ որ հնարավոր է փակել և հավաքվեք Գյումրու քաղաքապետարանի մոտ։
Բոլորին հորդորում եմ մի աջակցություն մեր ընդրված քաղաքական եւ մեր աջակցությունը հայտնենք մեր քաղաքապետին։ Սա իսկական պետական մագարտակի խուլիգանություն է, ուրիշ ոչ մի բան։ Սա խուլիգանություն է եւ քաղաքական իշխանությունը իրեն ոչ հաջելի մարդկանց պարզապես ուժի կիրառմամբ թագում է բանդերում։ Սա անհարգանք է ցանկացած հայի հանդեպ, ընդ որում նաեւ ընդդիմադիր, նաեւ Նիկոլին ծենտրված հայի հանդեպ, որտեղ տաբալում է Հայաստանում ժողովրդավարությունը։ Ժողովրդի քվեն փաստորեն ոչինչ չի նշանակում։ Միայն նշանակում է այն ժամանակ, երբ որ իրենց է ձեռք տալիս։ Երբ իրենց ձեռք չի տալիս, թկածում են ժողովրդի վրա, թկածում են քվեի վրա, թկածում են ժողովրդավարության վրա։ Արդեն բավական մարդիկ են հավաքվել։ Ամեն դեպքում Գյումրիից այս չարիքը սկսվեց, Գյումրիցը պետք է ավարտը գտնի։ Մենք պետք է մաքրենք մեր խայդառակությունը, որովհետև մեր համար խայդառակությունն է, որ երկիրը քանդաղուժը իր քայլը սկսել է մեր այս հրապարակից։ Այստեղից էլ պետք է ինքը դուրս գա քաղաքական ասպարեզից։ Այսպիսի սրիգայություն ոչ մի իշխանության ժամանակ չի եղել, ոչ մի նախկինների ժամանակ այսպիսի լպիղշություն չի եղել, որ կան ձերբակալեն մարդկանց։ Հիմա ցանկացած մեկին կարող են ձերբակալել յուրաքանչյուրին։ Եթե հիմա մենք չկանգնենք մեր իրավունքները պաշտպանելու, վաղը մենք հայտնվելու ենք պարզապես պետական խուլիգանության առաջ անպաշտպան։ Հետո ցանկացած մեկին կարող բռնեն, հետո կորոշեն ինչ գործ հարուցեն։ Կարող է մի հատ կբռնեն կտանեն, ինչպես ժամանակին Քրիստոսին էին դադում, Ավետարանում ասում է, բռնեցին Քրիստոսին, չէ, տարան, հետո որոշում էին, թե ում գտնեն, որ ցուցմունք տա։ Ասում են շատերն էին գալիս ցուցմունք տալու, բայց պիտանի ցուցմունքներ չէին։ Ձերբակալության և Քրիստոսի մահապատժի ընկալելու համար։ Հիմա նույն ընթացքի մեջ ենք, մարդիկ բռնում են սրբազաններին, ու հետո որոշում են ինչ գործ կհարուցեն։ Բռնում են քահանաների, հետո արդեն փորձում են, թե ինչ կարելի է այդ մարդու վրա հարուցել։ Հիմա նույնն էլ քաղաքապետի պարագայում է։ Բռնում են քաղաքապետին, ընթացքից կորոշեն էլի մի բան կմտածեն։ Գյումրվա բարբառով ասած մի բան կփստվեն։ Օրենքը պաշտպանող կառույցները հիմա փաստացի աբոյունությունն են պաշտպանում եւ իրականացնում։
Ես վստահ եմ, այս մարդիկ ամոթ են զգում, ինչպես որ սրբազանին ձերբակալելուց եւ առաջնորդարանը խուզարկելուց գլուխները կախեր, նույնն էլ հիմա են ամոթ զգում իրենց մեջ, իհարկե բացի որոշ անամոթներից, որոնք քիչ են, Փառք Աստծո քիչ են։ Մենք ուրիշ տարբերակ չունենք, պետք է սկսենք խաղաղ անհնազանդության ակցիաներ, որոնք որ սահմանադրությամբ թույլատրված են եւ պետք է պարզապես այս իշխանությունների նոր առաջ դուրս շպրդել։ Ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի։ Եթե մենք չընդդիմանանք, եթե մենք այս հարցը չլուծենք, այսօր մեզ գլխադում են։ Սրբազաններին ձերբակալեցին, քաղաքապետին ձերբակալում են, Սամվել Կարապետյանին ձերբակալեցին։ Ինչի համար։ Որովհետեւ գլխադվենք, որովհետեւ չունենանք մեզ առաջնորդող անհատներ, որ կարողանան մեզ ոչխարի նման մորթել, վաղը թուրքերը հանձնել թուրքերին։ Համացանցում մի լուր տարածվեց, որ Արարածի պետից ցուցակներ են ուզում պատերազմի մասնակիցների։ Հիմա մարդիկ տալու են այդ ցուցակները։ Հիմա եթե այս իրավիճակում, երբ որ դեռ հաստատի թուրքը չէ իշխանության, այլ հայի թուրք տեսակն է, այս իրավիճակն է մեր երկրում, ապա ինչ է լինելու, երբ որ իրական թուրքը կա իշխանության եւ ձեռքին ունենա այդ ցուցակները։ Այդ ժամանակ նոր հաշտան կտեսնենք ինչ է ցեղասպանությունը։ Ցանկացած մեկի տուն կարան մտնեն, ցանկացած պատրվագով ու ցանկացած ժամ։ Կան գիշերով քաշեն, ձեր անգողնից հանեն, տանեն ու ոչ ոք ձեզ չտեսնի, չիմանա թե ինչ եղավ։ Եթե այդպիսի կյանք եք ուզում, կարաք մնաք դիվաններին նստած, ձեր հեռուստացույցների ու ֆեյսբուքների առաջ։ Իսկ եթե չէ, այլ ընտրանք չունենք պարզապես։ Պիտի գանք, պայքարենք մեր երկրի ինքնիշխանության համար։ Որտեւ իրոք հեգնանք է, երբ որ ինքնիշխանությունից երկրի խոսում է ու ինքնիշխանության հոդվածով մարդկանց ձերբակալում է մարդ, ով որ տաբալել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ոչնչացրել է պարզապես Հայաստանի Հանրապետությունը հիմա չունի ինքնիշխանություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը թուրքական օրակարգ է։ Իսկ ինչն է թուրքական օրակարգ, Արարատը հանել գերբի վրայից, ազգային սիմվոլիկան ոչնչացնել, հայ առաքելական եկեղեցին փակել, սա հայկական օրակարգ է, ինքներդ տալը։ Ինչով է այս ամեն ինչը հային նվաստում կամ հայի օգտի համար։ Իսկ ինչքանով է օգտվում թուրքը, բնականաբար, հետևաբար, եթե թուրքական օրակարգ է երկրում, նշանակում է թուրքական իշխանությունը։ Թուրքը այս կամ այն կերպ, ստիպելով թե պայմանավորվելով, հասել է մի իրավիճակի, երբ որ մեր երկրում պաշտպանվում է թուրքական շահեր, թուրքական օրակարգ։ Դա փաստ է, որն էր ակնհայտ է եւ ոչ ոք չի կարող որևէ խոսք ասել դրա դեմ։ Եկեք սիրելի գյումրեցիներ, ձեր քվեին տեղ կանգնեք, վստահ եղեք, որ հաղթելու ենք, վստահ եղեք, որ այստեղից այս չարիքը գտնելու է իր ավարտը։ Պարզապես եկեք եւ ամեն մեկս մեր տեղում լինենք, մեր քվեն պաշտպանենք
եկեք քաղաքական անհնազանդությամբ մենք կարող ենք այս հարցը լուծել։ Բարդ չէ ընդհանրապես։ Շատ հեշտ կլուծվի այս հարցը, մանավանդ երբ որ արդեն մեր երկրում ընդդիմությունը բավականին կոնսոլիդացված եւ համախմբված է։ Արդեն որևէ խնդիր չենք ունենա կառավարման հարցում։ Յոթվաշտի զանգերը հնչում են որպես ահազանգ, նաև ամենափեշքի զանգերն են հնչում։ Այս լկտիության թեմը պարզապես պետք է առնել։ Պարզապես պետք է փակել բոլոր փողոցները։ Պետք է կանգնեցնել շարժը նախ այստեղ, ապա նաև ամբողջ հանրապետությունում։ Եթե մենք թողնենք, որ մինչև ընտրություն հասնի, ես արդեն գրեթե վստահ եմ դառնում, որ ընտրություններին հաղթելու է այս ուժը, որոնով այս ամբողջ զորքը կիրառելու է իր վերարտադրման համար։ Ու եւս 10 թե 20 հազար հոգի ներգրավելու է նոր գվարդիա է կազմվելու ժողովրդի դեմ, չգիտեմ տեղյակ եք թե չէ, բայց այդ էլ հայտնի անձի արդահայտությամբ ասած օդից կախված լուրերով 20 հազարանոց գվարդիա է ստեղծում երկրի քաղաքական չիշխանությունը, որպեսզի ճնշի ցանկացած ընդդիմադիր հավաք, եւ եթե նույնիսկ ինքը չընտրվի էլ, ինքը կճնշի ժողովրդին շատ հեշտ, ժողովուրդը առաջնորդներ չունի, բոլորը ձերբակալված են, մնում է ընդամենը զորքը հանել, մարդկանց ծեծել, ճամփել տներով։ Ձեր բոլորի կյանքը դժոխքի է վերածվելու, եթե այսօր ոտքի չկանգնեք ու վերջապես այս հարցը չլուծեք։ Այսքանը։ Եկեք ես հիմա լայֆը կանջատեմ, որպեսզի բոլորը միանան։ Տարածեք, մարդկանց տեղեկացրեք եւ եկեք ձեր սահմանադրական իրավունքը պաշտպանելու, ձեր երկրի սահմանադրությունը պաշտպանելու, ձեր քվեն պաշտպանելու։ Առայժմ Աստված մեզ հետ։ Աստծո զորությամբ միանշանակ մենք դուրս ենք գալու այս սադամայի խաբեությունից եւ այս դիվական ազդեցությունից։ Աստված բոլորիս հետ։